ուղղակի։ Իսկ ով է տեխնացուն, վարչապետի տեխնացուն։ Չեք գնում հաղթանակի։ Ով է ձեր տեխնացուն։ Մասնակցող գնում հաղթանակի, ուզում եք գնացեք նեսը կամ հարցազրույց։ Ով է ձեր տեխնացուն, պարոն Ծառուկյան։ Ով է ձեր տեխնացուն։ Ներողություն, ուրեմն ես ձեր բոլորին շատ հարգում եմ։ Եկե հասերեք հավաքվել եք ասել, ես պատասխան ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մեկ-մեկ հարցը տվեք պատասխան։ Հիմա սկսենք, ով է վարչապետի ձեր տեխնացուն։ Ուրեմն ես ասել եմ, քանի որ ես շփվում եմ ժողովրդի հետ ամեն օր, արվեստ, մշակույթ, աշխատող, բժիշկ, դասախոս, գյուղացի ու լսելով մարդկանց, որ մարդիկ ասում են, այ ընտրությունից առաջ, այ օրինակ, որ մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր։ Եք նկարագրում, պարոն Ծառուկյան։ Թույթուրաբաց։ Ասում որ չլներ, անձնական ինչ-որ պաշտոնի համար էլ ձգտում չուներ, մենք համախմբենք իրկող, ինքներ կանոnar ձևավորել, կազմակերպել, գնայինք ընտրության եւ այս հարցերը կարգել։ Անունը, պարոն Ծառուկյան։ Դրա համար ես այսօր ասում եմ, որպես Գայիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացուցիչներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարող պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ես ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք։ Վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է։ Ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, նա էլ կլինի։ Պարոն Ծառուկյան, հաղթանակի դեպքում, պարոն Ծառուկյան, դուք հրաժարական եք տալու, այսինքն վայր եք դնելու մանդատը։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռ է մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ Պարոն Ծառուկյան, ձեզանից Հետ կոալիցիա, հետ ընտրական կոալիցիա պատկերացնում եք, թե ոչ։